Եթերում հայրենիք սփյուռք հաղորդաշարն է։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ։ Բարեկամներ, այսօր դարձյալ մեր հաղորդումը նվիրված է արվեստին, երգին, դասական երաժշտությանը։ Գիտեք, համայնքը ուժեղ է, երբ համայնքը ինքը իր շուրջը ստեղծում է համախմբվածություն, ուշադրություն, սեր, հարգանք համայնքի անդամների հանդեպ։ Եվ այսօր մանավանդ այս դաժան իրականության մեջ ինչ որ տիրում է աշխարհում, որքան է կարևորվում ուշադրությունը, սերը, հոգատարությունը, միաբանությունը, իսկ այդ ամենը իրականացնում է այն համայնքը, որտեղ ապրում է ստեղծագործողը, որտեղ ապրում է երաժիշտը, երգիչը եւ կարելի է շարունակել գիտնականը, ուսուցիչը։ Բարեկամներ, ուրախ եմ ասելու, որ այսօր ես խոսելու եմ ինձ համար շատ սիրելի մի երգչուհու մասին, մի երգչուհի, որը 40 տարի բեմի վրա է, մի երգչուհի, որը դրամատիկ սոպրանո ձայն ունի, եւ մի երգչուհի, որի ձայնի մեջ այնքան քնարականություն, սեր, երազանքներ կան, եւ այնքան գեղեցիկ է հնչում այդ ձայնը, ուրեմն թե համայնքը պետք է իր խրախուսանքը, իր վերաբերմունքը, իր ջերմությունը արտահայտի այդ երգչուհու հանդեպ, որը իր կյանքի 40 տարիները նվել է նույն համայնքին, տարբեր տեղերում, բայց համայնքին։ Բարեկամներ, նոյեմբերի 1-ին ժամը 7-ին Պրիսպետերյան եկեղեցում տեղի կունենա Մանիկ Մանուկյանի համերգը եւ մի համերգ, որտեղ կարծեմ թե ամբողջանալու են իր այդ 40 տարիների կատարումների տեսլականը, այդ 40 տարիների խտացված զգացմունքները, խտացված ասելիքը, խտացված սերը արվեստի եւ ժողովրդի հանդեպ։ Եվ ես ջերմությամբ ողջունում եմ Մանիկին, ողջույն Մանիկ։ Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ այսօր դարձյալ, որտեղ շատ արագ եղավ նախորդ հաղորդումից շատ չի անցել, բայց որովհետև ձեր համերգն է, հետևաբար այս համերգը ավելի կարևորվում է նախորդների համեմատությամբ ձեր հասունության համերգն է սա, արվեստի հասունության համերգն է սա, եւ մենք ունենք բացառիկ կարծիքներ այս համերգի վերաբերյալ, լսենք մի քանի կարծիքներ եւ սկսենք հաղորդումը։ Այո։ Good evening, Parierego. It is my pleasure and honor to join you this evening at this gala anniversary concert to congratulate my longtime and talented friend, Manik Manukyan. Համեստափայլ օրիորդ Մանիկ Մանուկյան, ի բոլոր սրտե գշնորհավորենք ձեզ, տասնամյակներու ձեր հրաշալի ծառայությանը դիմաց, դուք ձեր մասնակիտական առաքելությամբ թերևս մայր հայրենիքեն սկսած եւ այստեղ նաեւ արևմտյան Ամերիկայի ափին բերած ներշնչումի արժանի ծառայություն, ձեր խոնար անձի ներկայությունը մշտապես զորացուցած է մեզ եւ զանազան արիտներով ձեր ելույթները նվիրված հայ երկին, հայ մշակույթին խրախուսած է մեր ժողովրդի զավակած այս բադե արիտով, երբ դուք կդոնախմբեք նաև ձեր դասնամյակներու ստեղծագործական կյանքը։ Dear Manik, it is with great admiration and heartfelt joy I extend my warmest congratulations to you on the remarkable occasion of your 40th anniversary as soprano. Երբ ես Երևանում համալիրում գքարոզեի, այդ օրերուն ծանոթացա ես Մանիկ Մանուկյանի, իր դաղանտներով, իր երաժշտական կարողություններով եւ Մանիկը ելավ եւ այդ օրերուն իր թութիչ ցայնով չերմացուց հոգիները եւ Աստված զինքը կորզածեց որպես հիանալի անոթ եւ միջոց
մաննիկը ասեմ, որ մեր հայ համայնքին սոխակն է, եւ առաջին անգամ ինքը Երևանի մեջ լսեցի, հսկա երգչախումբի մեներքողներ, մաննիկը աստվածադուր դաղանդ ունի եւ բացարիք ցայն ունի, իրականության մեջ շատ հաճելի գհնչի ականջին եւ ամեն անգամ որ գերքե սիրտը միտքը հոգին իր երկին հետ է. Got it going? You were just marvelous. That was a very ambitious program. I love it because she's excellent. She's excellent performance. She has excellent voice, and I'm sure very soon she's going to be one of the great singers. I can say the best. She's the best. Ուզեմ շնորհավորել զինքը եւ ամա մաղթել աստվածային լավագույն մաղթանքներ, որ շարունակել սողակային ցայնը շարունակել գործածել օգտակար լալու այ ժողովրդին պաշտամունքներու ընթացքում հարաբերակույն երբով փող շարունակել իր տաղանդը գործածել ներշնչում օրհնություն ուրախություն պատճառելով հայրենիքներու Գյումրեցիները, եթե չեմ ուզում այսպես անհամեստ թող չհնչի, բայց գյումրեցիները կարծես մի տեսակ տաղանդավոր օժտված տաղանդով օժտված ժողովուրդ են։ Մանիկ Մանուկյանը իր ստեղծագործական գործունեությունը սկսել է դեռ Լենինականից։ Առաջին ուսուցիչս հայրս է եղել եւ հիշում եմ, որ դպրոցական տարիներին ինձ սովորացրեց Ռոբերտինո Լորետիի երգերից մեկը եւ բոլոր դպրոցական ցերեկույթներին եւ հավաքույթներին երգում էի, լավ հիշում եմ, երգում էի նույնիսկ զորամասերում, դպրոցական ինչ-որ հանդիսություններ էր լինում։ Manik's formation as a musical talent began at the Komitas State Conservatory in Yerevan. She was the student of the operatic talent and the most Armenians consider the diva of the Armenian opera, Gohar Gasparian. Gohar Gaspariani հետ անցած տարիները իզուր չեն անցել։ Եվ նա այնպիսի բարձրության հասավ, որ Գոհար Գասպարյանը նշանակեց իրեն որպես օգնական, որպես ասիստենտ։ Գիտեք, այրանս մեջ է մտած երգ, այսպես կարելի ասել։ Իմ հոգին է, չեմ կարող առանց երգի։ Առանց երգի կարծում եմ, որ ով որ երգի մեջ է, ով այս արվեստի մեջ է, չի կարող առանց երգի ապրել։ Մեծապես կգնահատեմ Մաննիկի փասարիկ զարայությունը թասական նվագներու ուղղությամբ իսկապես բարձր բահեց եւ ախորժելի դարձուց թասական նվագը երգը անորամար դուզեմ որ մեր ժողովուրդն քնահատե զինքը քնահատե այս թասական նվագը եւ իր մասնակցությունը փասարիկներեն եղավ I present to you the Mayor's Commendation presented to Manik Manukyan in recognition of your exceptional talent as a vocalist and your unwavering dedication to serving the church and community. You have consistently exhibited remarkable skills, passion, and virtuosity, captivating audiences with your incredible voice. Your commitment to excellence in music has brought joy and inspiration to countless individuals, both within our city and beyond. On behalf of the city of Glendale, we wish you continued success, signed by Mayor Dan Brotman and presented by Councilmember Artashes Kasakyan. Here you go. Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, որոնց թվում հարավային Կալիֆոռնիայի շարժապատկերների խորհրդից։ We're going to award the Golden Star Halo Award to Monique, our young lady who sang, and Monique, this beautiful award for your contributions to music. Thank you so much, Monique. Beautiful song. Oh, the ears was cracking, so powerful voice come out of you. These are some awards that Monique received as the Artist of the Year Award from the Southern California Motion Pictures. It's yours right here. And Harvey, who is the master, I call him professor on an instrument, and these are his beautiful awards that he received from the Motion Picture Celebrity Award Lunch.
she's an artist. She's very professional. Very professional. When she would do shows, a concert, she wanted to make sure everything was right. You got to be over there, the key over there, your voice is ready. And she had pride in her work. And I love you. Congratulations of your 40 years. I fondly recall the Ararat Home Monthly Luncheon years ago organized by Ladies Auxiliary, where you graced us with your performance. Among the guests were the Honorable George and Mrs. Dukmejian. I vividly remember how he was captivated by your voice and turned to ask, who is this incredible, talented singer? It was a moment of pride for all of us. This one wonderful artist that I've known for over 15 years. She would come and do shows for the veterans, for the disabled children, at the Spaghetti Factory, and at the Houdini Mansion. Also Robert Taylor Castle up in Hollywood when Barbara Streisand was married with him. And she would do the Special Olympics with disabled children. She won over 5 or 7 awards for her work. She also did maybe 10 TV shows with me. Ուսումնառության տարիներին եղել է Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեներկչուհին, իսկ վերջին 13 տարին Սուրբ Շողակաթ եկեղեցու։ Մանիկ Մանուկյանը երկար տարիներ, 40 տարի եւ գուցե փոքր ավելի իր կյանքը նվիրել է հայ եկեղեցուն։ Մենք երջանիկ ենք եղել ժամանակին իրեն լսել եկեղեցական արարողությունների եւ այնպեսի մի համերգների ընթացքում, որ ինքը փայլել է որպես հոգեվոր երաժշտության կատարող, բարձրագույն կատարողներից մեկը։ Since about the year 2000, I have listened to Manik's graceful and soulful voice at St. James Armenian Apostolic Church, where I was married 39 years ago, and I have served as a deacon and as a member of the choir from time to time. Manik is well-decorated talent both in Armenia and the United States. The parishioners at St. James are lucky to have her voice during Divine Liturgy. Մենք փառք կուտանք Աստծուն, որ դուք եղած եք նաև արժանի զավակ Հայաստանի այս առաքելական մեր մայր Սուրբ եկեղեցուն, նվիրյալ հավատավոր մեր մայր երկրին Հայաստանին։ Երկարվեստին ծառայելուց բացի երկչույն ունի մի նպատակ ևս՝ նպաստել հարազատ ու վիրավոր Գյումրիի ապաքինմանը, օգնել կարիքավոր համաքաղաքացիներին։ Անգլիայում վաճառվող ձայներիզի ողջ գումարը ծառայում է այդ նպատակին։ Ժողովուրդը կարոտ է որակով երգիչների, ուսում առած երգիչների, եւ դու նրանցից ես։ Monique, where did Monique go? Thank you so much. Shnakalchun. Andrea Bocelli has said this about opera, that in order to perform opera, you need two things. You need the voice and you need the passion. And you have both in plenty. Ավասիկ մենք լսեցինք կարծիքներ մարդկանց արվեստագետներից, որոնք կյանք ապրած արվեստագետներ են, այսինքն ունեն եւ մոտեցումը եւ ճաշակը եւ ճիշտ գնահատականը եւ այնքան ջերմ է այս գնահատականը, այնքան առիթնող, որ բոլորս մենք նույնպես միանում ենք այդ կարծիքներին, Մանիկ ջան, եւ ուրախ եմ, որ այդքան սեր եւ գուրգուրանք ես վայելում հասարակության կողմից։ Դա էլ է աշխատանքի արդյունք եւ դրանով էլ վարձատրվում է աշխատանքի արվեստագետը համայնքի կողմից։ Մի
փոքր ավելի հանգամանորեն խոսենք համերգի մասին, որը նորից հիշեցնեմ, նոյեմբերի 1-ին ժամը 7-ին պրեսբիտերյան եկեղեցում եւ սպասում ենք բոլորիդ այցելությանը համեցեք։ Շատ շնորհակալ եմ, նախ իմ խորին շնորհակալությունը ձեզ Տիկին Ալինա, սա երկրորդ անգամ է որ ինձ հրավիրում եք ձեր տաղավար, որով իսկապես հպարտ եմ, եւ իմ խորին շնորհակալություն նաեւ նրա համար, որ դուք բոլոր արվեստագետներին խրախուսում եք, հատկապես ինձ նույնպես, ես որի մի մասնիկն եմ, եւ ուզում եմ համերգի մասին մանրամասներ ասել։ Համերգը սա 2 տարի առաջ ունեցա, մտածեցի, որ հիմա կարելի է նշանակել եւ գիտեք հանդիսավոր ձևով անել այս համերգը եւ նշել իմ 40-ամյա գործնեության հոբելյան այսպես կարելի ասել։ Խտացված ձեր ապրած կյանքի արվեստի կյանքի խտացված համերգն է սա։ Այո, եւ շատերը կողքից ինձ ասում էին, մանիկ նորից կրկնի, գիտեք, դժվար է այս ամենը անելը, քանի որ երբ որ մինակ է սա անում, բայց փառք Աստծո ունեցա մարդիկ իմ կողքին, շատ հաճելի լավ մարդիկ, որոնք կարողացան ինձ օգտակար լինել եւ ամեն առումով կարելի ասել։ Հետո մտածեցի, որ ինչու՞ չէ, կարելի է համերգը նորից անել։ Համերգին ուրեմն մասնակցում է մեր հիանալի տաղանդավոր դաշնակահար Արմեն Ահարոնյանը եւ հիանալի մյուս դաշնակահարը Հովսեփ Թորոսյան եւ Հրիփսիմե Մելիքյան եւ այս ֆիլմը, որ հանվեց, սա Վահե Խաչատրյանը արեց։ Վահե Խաչատրյանի հետ տարբեր տեղեր գնացինք, ճիշտն ասած, մոտեցանք մարդկանց, որոնք որ իրենց հրաշալի կարծիք ասեցին եւ շատ ուրախ եմ դրա համար։ Բացի դրանից մտածեցի, որ նախորդ համերգին ես ունեի նաեւ օտար երաժիշտներ, մտածեցի, որ նրանց էլ կարելի է հրավիրել, որովհետեւ իսկապես շատ պատասխանատու մարդիկ են, շատ, երբ որ ժամանակը հարգող փորձերը հարգող այսպիսի մարդիկ են իրենք։ Դա սիրակված մարդիկ են։ Հիանալի մարդիկ են, որոնց հետ որ աշխատել եմ նախորդ համերգին, եւ նորից հրավիրեցի, ուրեմն սաքսոֆոն նվագողը, որ ինքը եւ կոմպոզիտոր եւ սաքսոֆոնահար է հիանալի, եւ մյուս ընկերը, որ ջութագահար է Յաշա Կոնվիսեր, որ միասին են աշխատում եւ միասին պիտի ներկայացնեն նորից դուետներ, այսպես ասած սաքսոֆոն եւ ջութակ, իսկ մյուս երգիչները, մյուսը դա կորեացի մի երգիչ է, որը Բոստոնի օպերային թատրոնում երգել է եւ այստեղ է եւ երգում է տարբեր տեղեր, հիանալի անձնավորություն է, Թոնի Բակ, Դոնգուի Թոնի Բակ, այսպես է իր անունազգանունը, եւ մյուսը, որ սևական մի երգիչ է, Բադի Ջեյմս անունով, որը շատ, այսպես ասած, նվիրված, երկը սիրող, նույնիսկ ինձ ասում է, որ ես 4 օկտավա ձայնս կարող եմ բացել միջև 4 օկտավա երգել, ասում եմ, ինչպես կարելի է այսպես, եւ փորձի ժամանակ սկսեց երգել վերևի նոտաները, որ անսպասելի ասում եմ հանգարտ ձայնալարի հետ կվնասես, բադի մի երկիր, նո ասում է, ես ունեմ այդպես մեծ դիապազոն ունի օկտավային, միջև 4 օկտավա, որ մեր հրաշալի Գոհար Գասպարյանը, իմ սիրելի Գոհար Գասպարյանս, որ արդեն երկրորդ օկտավա, գիտեք, ուր է երկում, միջև երրորդ օկտավա էր հասնում վերևի նոտաները, կոլորատուրա է, դա կարելի է, բայց տղամարդը տենորը շատ բացառիկ է, նա բացառիկ։ Եվ հիմա տղան նույնպես այսպես բաներ արեց, ես ճիշտ ասած անակնկալի եկա եւ ասի ձայնալարեր հետ կվնասես այսպես բարձր նոտաներով։ Մի խոսքով ուրախ եմ եւ իրենք բացի լավ երաժիշտ լինելուց շատ լավ մարդիկ են բոլորը։ Իմ համար շատ առաջնային է մարդ երաժիշտ եւ երաժիշտ մարդ լինելը։ Իմ համար իսկապես կարեւոր է դա, որը ես շատ բարձր եմ գնահատում։ Իմ կարծիքով երաժիշտ մարդը հենց դրանով էլ տարբերվում է իր նկարագրով, որովհետև ամբողջությամբ իր մեջ արվեստ է։ Այդ մարդը չի կարող չարը լինել, վատը լինել, իմ կարծիքով չպետք է լինել, որովհետև մենք այսօր բոլորին որպես կանոն դասերակցության տարբեր մեթոդների հետ առաջին հերթին նշում ենք երաժշտության նկատմամբ վերաբերմունք դասիրակել երեխայի մեջ, որ երեխան մեծանա որպես բարի մարդ, որպես կամեցող, որպես գուրգուրող, այսինքն զգացմունքներով առատ մարդ։ Ուրեմն կարծում եմ այդպիսին էլ երաժիշտներ եւ երաժիշտները այդպիսին են, մեր էմոցիոնալ, այսպես ասած, զգացմունքային այդ բանը մի քիչ ավելի տարբեր է սովորական ոնց որ մարդկային, գիտեք, տարբեր է երաժշտական մտածելակերպը, քո զգացողությունը, միշտ ավելի տարբեր է անկեղծ ասած։ Այդպես է պետք է լինի։ Հա, եւ գիտեք, նույնիսկ բեմի վրա կարելի ասել, որ բնավորությունը երևում Բնավորությունը բեմի վրա երևում է, անկեղծ եմ ասում, եւ իսկապես քո անկեղծությունը, քո ամեն բան բեմի վրա զգալի է։ Եվ շատ ուրախ եմ, որ նորից ասում եմ անկեղծ, եւ այս իմիջայլոց ուզում եմ նաեւ միջամտել եւ ասել շնորհավորել ձեր անցյալ ծնունդը։ Ասում են անցյալ ծնունդները կարելի է միշտ շնորհավորել 1 ամիս, 2 ամիս, մինչև 6 ամիս կարելի է, բայց գալիքը ոչ։ Ձեզ մաղթում եմ իսկապես երկար
առողջ, ինչ ասեմ, տարիներ, որ մեր համայնքին այսպես ծառայում եք եւ Աստված անսպառ ձեզ այսպես հաղորդումները գնան։ Ուժ եւ կարողություն։ Ուժ եւ կարողություն։ Մանեք, ինձ հետաքրքրում է երգացանկը, ինչպիսի ստեղծագործություններ է կատարելու, որ կոմպոզիտորների եւ ինչ հատվածներով, խնդրեմ։ Այո, սիրով։ Ուրեմն ես նախընտրեցի, քանի որ մեր ժողովուրդը մեն Լոս Անջելեսի համայնքը մի քիչ ոնց դասական երաժշտությունից մի քիչ այսպես ասած հեռու է։ Եթե Բոստոն, Չիկագո, Վաշինգտոն, Նյու Յորք, սա ուրիշ տարբեր է, բայց մեր մոտ մի քիչ ուրիշ է։ Դրա համար ես մեր համայնքին համապատասխան ծրագիր եմ ընտրել։ Ուրեմն ծրագրում մեր համայնքին համապատասխան Ճիշտ եմ ասում, մեր համայնքին համապատասխան ծրագիր եմ ընտրել եւ գիտեք այնպիսի ծրագիր է, որ ինչպես ասենք համաշխարհային ճանաչում ունեցող երկեր են։ Օրինակ երկելու եմ իտալերենով Օսոլեմիո, Գրանադա պիտի երկեմ, հետո Սելինդյանի The Prayer-ը, Ջաշ Գրոբանի You Raise Me Up շատ եմ սիրում սա, եւ Amazing Grace-ը, որ Sir John Newton իր ստեղծագործությունն է, բայց ընդհանրապես Ամերիկայում ընդունված է եւ ասում են traditional music, traditional, բայց քանի որ ես ունեմ նաև bagpipe նվագող շոտլանդացի երաժիշտ, նա պետք է սկսի Amazing Grace-ով, բայց քանի որ անտիկ գործիք է, ես այդ գործիքը չի կարող իմ տոնայնության համապատասխան չի։ Ես հետո նորից իմ տոնայնության համապատասխան նույն մեղեդին երգելու եմ, այո։ Բացի դրանից մեր հրաշք Տիգրանյանի ստեղծագործությունը Անուշ օպերայի խելագարության տեսանը պիտի երգեմ եւ մեր սիրելի կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի ներկայությամբ իր երգը հրաշալի երգը պիտի երգեմ, որ շատ սիրեցի, կոչվում է Ափսոսանք եւ իր ներկայությամբ գիտեք իրեն մեծարելու մի բան է շատ եմ սիրում եւ հայկական մեր երգերից երգելու եմ Արիմ Սոխակ, երգելու եմ Կարուն Երևան Խաչատրյանի եւ երգելու եմ Բարի Արագիլ Այո, սրանք շատ գեղեցիկ երաժշտություններ են։ Ռետրո երգեր են։ Այո, գիտեք ինչպես համապատասխան ծրագիր, ժողովրդի սրտին խոսող ծրագիր եմ երգելու։ Այո։ Եվ բացի դրանից վերջում երգելու եմ, ամենավերջում մինչ վերջը երգելու եմ Թոնիի հետ, կորեացի երգչի հետ, Drinking Song Traviata օպերայից կենաց երգն ենք երգելու միասին, սա նույնպես դուետ է, իսկ համերգի եզրափակիչ երգը կլինի Time to Say Goodbye, իսկապես ստեսություն ասելու, Իսկ եւ ընդամենը երկու համատեղ երգ է լինելու Երկու համատեղ չի լինելու, լինելու է նաև Sunrise Sunset սևականի հետ պիտի երգեմ եւ մյուս հետաքրքիր քանյակ 4 դուետ։ Ուրեմն մեկ դուետը ինչով է հետաքրքիր, որ կորեացի օպերայի երգիչ հայերեն է երգելու իմ հետ։ Գիշերն Անուշի Հրանտ Գևորգյանի մեծարենցի խոսքերով եւ շատ գեղեցիկ է, շատ դուետ է եւ մյուս սևական ասում է շատ եմ սիրում այդ Կարուն Երևանը, ես ուզում եմ քո հետ երգեմ մյուս անգամ հայերեն։ Ասի հիմա թող Թոնին երգի, հետո դուք երգես։ Թոնի հետ երգում ենք ուրեմն Հրանտ Գևորգյանի Գիշերն Անուշի Գիշերն Էշտագին, շատ գեղեցիկ Հաշիշովոձուն եւ Բալասանով հրաշք երգ է եւ մյուս դուետը պիտի երգեմ իր հետ կենաց երգը, իսկ սևականի հետ երգելու եմ Sunrise Sunset, որը շատ հայտնի է Broadway շոուներից, շատ գեղեցիկ բան է Եվ երգելու եմ Goodness of God, Աստծո բարությունը հրաշալի մի երգ է, կրոնական երգ է, շատ հետաքրքիր է եւ շատ սիրեցի, երբ որ լսեցի, ասի անպայման պիտի երգեմ եւ իր հետ շատ լավ է ստացում։ Գիտեք, իրենց ստայլի երգն է, մերը չի, իրենցն է, այո։ Եվ իրենք շատ հմուտ են դրա մեջ, շատ ինչ իմպրովիզացիաներ անում ձայնի մեջ, ես ուղղակի զարմացած եմ եւ շատ ուրախ եմ, որ իրեն հետ եմ երգելու այդ դուետը։ Տեսնեք, հայ երգը որքան գրավիչ է, հայ պարը, հայ երգը գրավիչ է, ինչու որտեվ իր մեջ համամարտկային տարրեր է պարունակում։ Դու գիտեք, որ Ճապոնիայում, Տոկիոյում բացվել է մի դպրոց ունեն ճապոնացիները, որ կոչվում են մենք, եւ ոչ թե երգում են, պարում են Յախուշտա, ծապ պարը Յախուշտա թուրքերենով է, այդ պարը գեղեցիկ անուն ունի, ծապ պար է կոչվում, որոնք այդ պարը գիտեք ինչքան ոսկի է բերել Հայաստանին, բոլոր մրցույթներում առաջինն է շահել, եւ իրենք ճապոնացիները պետք է տեսեք ինչ կրքով, ինչ գեղեցիկ, ինչ ճիշտ պարում են հայկական պարերը։ Բայց դուք լսեք իրենց երգչախումբը ինչպես կոմիտաս են երգում ճապոնացիները, խենթանալիք։ Դա եւ Նաև սևականներ, որոնք երգում են հայկական երգեր։ Հիմա ձեզ ասեցի սևական, ինձ ասում եմ ուզում եմ քո հետ Կարուն Երևանը երգեմ։ Եվ ունեն դպրոցներ, որ հայկական երգերի համար։ Շատ ուրախ եմ դրա համար։ Իսկապես մեր երգը ուրիշ է, անկեղծ ասած, եւ կոմիտասը ուրիշ է։ Որտեղ ամբողջ աշխարհի արյան մեջ գենի մեջ հայկականը կա։
առաջնային աղբյուրը ուր է եղել, Հայաստանից է եղել։ Նոյե ուրի չավ Արարատներան վրա։ Բոլորի մեջ հայկական գենը կա եւ հայ մշակույթը բոլորի մեջ նստած է։ Ճիշտ եք։ Լավ։ Հիանալի էր, համերգի մասին խոսեցինք եւ նաեւ խոսենք թե հայրենիքի հետ ինչ կապի մեջ է Մանիկ Մանուկյանը։ Ես գիտեմ Գյումրեցի աղջիկ եք դուք, հատուկ սեր ունեք, հատուկ սեր ունեմ Գյումրիի նկատմամբ, հատուկ սեր ունեմ, հատուկ սեր ունեք Հայաստանի նկատմամբ։ Այ ինչպիսի ծրագրեր ունեք։ Ծրագրերը անկեղծ ասած ես մտածում էի տարիներ առաջ իմ կուրսեցին կոնսերվատորիայի Ռուբեն Ասատրյանը, որը հիմա կարծեմ ֆիլհարմոնիայի դիրիժորներից է, ինչ կան գիտեմ, եւ նախապես խոսեցի իր հետ, որ օրկեստրով Հայաստանում մի ելույթ ունենայինք, բայց ինքը ասեց, որ Մանիկ ջան, դա մինիստրության հետ կապված է, եւ այդպես ես շատ հետևից չընկա անկեղծ ասած, բայց մտածում եմ ապագայում, ճիշտ ասած իմ մտքին կա Կանադայում երկել եւ Հայաստանում, նախ Հայաստանում եթե լինի արիթ շատ կուզենամ Հայաստանում երկել, հատկապես իմ Գյումրիում այնտեղ Սև Բերդ կա, կուզեի որ այնտեղ երկեմ։ Շատ գեղեցիկ է միջավայրը, Սև Բերդը նախ պատմական է, պատմական է շատ, հիանալի, բայց ես չեմ եղել եւ կուզեմ որ այնտեղ լինի համերգը, եթե այո, շատ կուզեմ, բայց գիտեք, ես ճամփորդելու իմ բոլոր ընկերները գիտեն, ճամփորդելու հետ մի տեսակ իմ մեջ վախ կա, ճիշտ ասած, օթանավի վախը։ Ահա, օթանավի վախը չի, բայց վերելակի վախ ունեք, օթանավի վախ ունեք։ Օթանավինը չունեմ անկեղծ ասած, որովհետև գնացել եմ, ճամփորդել եմ, չէ, տարբեր տեղեր Հայաստանից եւ այստեղից էլ 7 տարի առաջ եղա Բեյրութ, Հայաստան եւ Արևմտյան Հայաստան։ Եվ շատ ուրախ եմ, որ Արևմտյան Հայաստան գնացի, բայց օթանավից վախ չէ, ուղղակի փակ տարածքները շատ չեմ սիրում։ Բայց կուզենամ Հայաստանում նորից գնամ եւ այնտեղ մի ելույթ ունենամ, եթե Երևանում կստացվի, այո, եթե չէ Գյումրիում անպայման կուզենամ որ լինեմ։ Գյումրին իմ հարազատ ծննդավայրն է, որ շատ սիրում եմ անկեղծ։ Ցանկանանք ընդամենը հաջողություն եւ ծրագրի իրականացում։ Շնորհակալ եմ։ Մանիկ, քանի որ մենք ունենք նաև այլ կարծիքներ, որոնք շատ էական են համերգի վերաբերյալ եւ շատ կարեւոր մարդկանց կողմից են այդ կարծիքները։ Մենք լսենք նաև այդ կարծիքները եւ դրանով հաղորդումը փակենք նորից եւ նորից ցանկանալով ձեզ հրաշալի համերգ։ Ես վստահ եմ, որ համայնքը հիանալի մասնակցություն է ունենալու, նախ որ ունեք հրաշալի ձայն, առինքնող, գեղեցիկ իրոք դրամատիկ ներշնչանքով հագեցված ձայն։ Շնորհակալ եմ։ Եվ նաև սիրված եք համայնքի կողմից, այնպես որ կարծում եմ, որ շատ լեցուն է լինելու դահլիճը եւ մաղթում եմ, որ այդպես լինի։ Ես էլ եմ այդպես ցանկանում։ Եվ որպեսզի համերգը հաջող եւ այնպես ասեն, ինչպես դուք եք ցանկանում եւ սպասում։ Այո։ Ես էլ այդպեսի կարծիք ունեմ եւ սպասում եմ իմ սիրելի ժողովրդին, իմ բոլոր բարեկամներին, ընկերներին եւ նաեւ ձեզ անպայման։ Անպայման։ Ես գիտեք, մի քիչ գիտեմ, դժվար եմ հիմա որևէ հրավեր ընդունում, պարզապես հարկելի պատճառով արդեն մի առողջության համար։ Գիտեմ, Աստված առողջ բերի։ Բայց միշտ ձեր հետ ենք։ Շնորհակալ եմ շատ։ Ձեր կողքին ենք, բոլորի կողքին ենք։ Շատ շնորհակալ եմ։ Իսկապես փաստ է, որ արդեն երկրորդ անգամ ինձ հրավիրեցիք, ես շատ զգացված եմ եւ ձեզ նորից մաղթում եմ եռանդ ուժ, կարողություն, առողջություն առաջնայինը։ Բոլորիս։ Շնորհակալություն։ Ձեզ էլ։ Եվ ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մինչև նոր հանդիպում եթերում ցտեսություն։ Շարունակեցեք ձեր բարի երթը։ Իխնդիր մեր սուրբ եկեղեցու եւ մեր ազգի զավակած եւ թող Աստված մշտապես օրհնե ձեր կյանքը քաչալողջ երկար կյանքով որովհետեւ դուք նաեւ օրհնեք քալիք սերունդները այն նույն դեսիլքով եւ սիրով որ եղած է նաեւ ուղեկցող հատկություն հատկանիշ ձեր հոգեվոր կյանքի ճանապարհորդության ընթացքին May this milestone be both a celebration of your extraordinary journey and a prelude to many more years of musical brilliance. Bravo to an exceptional career. And I'm so proud to be here to honor a wonderful friend of mine and a great artist. I call her Monique when I would introduce her because she is Monique. She gives a voice to the world. And it sounds like the voice of God when she sings. She makes you feel the love of life. And I'm here to say congratulations of your 40th year of hard work. And you've worked hard. I've seen you do it. Congratulations. Երգին անգամ 40 տարվա այս
բացարիք ծառայությունը մեզավես կգնահատեմ եւ գաղութեմ, որ Աստված իրեն երկար կյանք տա, շարունակե այս ծառայությունը, օրհնությունը օգտակարելա բարիվ բերի հայ ազգին, ինչպես որ մինչև հիմա ըրած է, աստվածային լավագույն մաղթանքներ, դերորդն է։ May God bless her voice so that she can continue to fulfill her dream on her spiritual and musical mission. On behalf of my colleagues and the extended Ararat Home family, we offer heartfelt congratulations and best wishes for continued success on your musical journey. Բարի երբ ձեզ եւ սրդակին շնորհավորություններ ձեզ, սիրելի եւ համեստապայել օրիորդ Մանիկ Մանուկյան։